Ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան սկսվել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի արտահանումը։ Համաձայնությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանդիպման ժամանակ։ Գործակալության տվյալով երթուղով Հայաստան կուղարկվի Սոկարի AI-95 մագնիշի 22 վագոն բենզին։ Վրաստանից արձագանքել են տեղեկությանը։ Կառավարության կարգադրության համաձայն վրացական երկաթուղիներ ընկերությունը 2600 տոննա ադրբեջանական նավթամթերքի փոխադրումը Հայաստան կիրականացնի անվճար։ Թուրքիան ձգտում է վերադարձնել գրեթե 10 տարի առաջ Ռուսաստանից ձեռք բերված S-400 համակարգերը Միացյալ Նահանգների բարեհաճությունը շահելու եւ F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու նպատակով։ Այդ մասին գրել է Bloomberg-ը։ Գործակալության տվյալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վաշինգտոնը տևական ժամանակ է պնդում է, որ Անկարան հրաժարվի այդ համակարգերից, ինչը հանգեցրել է Միացյալ Նահանգների պատժամիջոցներին եւ 2019 թվականին Թուրքիային F-35-ի ծրագրից հեռացմանը։ S-400-ից հրաժարվելը կարող է ճանապարհ հարթել պատժամիջոցները չեղարկելու եւ Ամերիկայի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը վերականգնելու համար, գրում է պարբերականը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունել է 2026 թվականի ռեկորդային պաշտպանական բյուջեի օրինագիծը։ Այն ռազմական ծախսերի համար նախատեսում է $901 միլիարդ։ Սենատը հաստատել է ազգային պաշտպանության մասին օրենքը 77 կողմ եւ 20 դեմ ձայներով։ Օրինագիծը նախորդ շաբաթ հաստատել էր նաեւ ներկայացուցիչների պալատը։ Այն այժմ կուղարկվի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը։ Բյուջեն նախատեսում է զինվորականների աշխատավարձերի բարձրացում մոտ 4%-ով, ռազմական տեխնիկայի գնումներ եւ ԱՄՆ ռազմական մրցունակության ամրապնդման միջոցառումներ Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ։ Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Ուկրաինային տրամադրել $400 միլիոն աջակցություն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հանդես է եկել ուղերձով ներկայացնելով վարչակազմի քայլերը վերջին 11 ամսվա ընթացքում։ Թրամփը քննադատել է Ջո Բայդենին, հայտարարելով, որ վերջինս խառնաշփոթ էր ստեղծել երկրում։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է զինծառայողներին մոտ $2000 չափ վարձատրություն տրամադրել եւ ներկայացրել առողջապահական նոր նախագիծը։ Ըստ դրա ամերիկացիներին գումար կտրամադրվի, որպեսզի նրանք ինքնուրույն ձեռք բերեն առողջապահական ծառայությունները ապահովագրական ընկերություններին վճարելու փոխարեն։ Դուք կստանաք շատ ավելի լավ առողջապահություն, շատ ավելի ցածր գնով։ Պարտվողները կլինեն ապահովագրական ընկերությունները, որոնք հարստացել են, եւ դեմոկրատական կուսակցությունը, որին լիովին վերահսկում է այդ նույն ապահովագրական ոլորտը, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի ուղերձի առանցքային թեման եղել է գնաճը։ Նա նշել է, որ նախորդ վարչակազմի օրոք աճել են մեքենաների, վառելիքի, ավիափոխադրումների եւ հյուրանոցների գները։ Նախագահի խոսքով իր պաշտոնավարման ընթացքում այդ ծախսերը զգալիորեն նվազել են։ Նա հայտարարել է, որ իր սահմանած մաքսատուրքերի շնորհիվ Միացյալ Նահանգները դարձել է աշխարհի ամենաթեժ երկիրը, քանի որ արտադրությունը վերադառնում է ԱՄՆ։ Reuters-ի եւ Ipsos-ի համատեղ վերջին հարցման համաձայն Միացյալ Նահանգների չափահաս բնակչության միայն 33%-ն է հավանություն տալիս Թրամփի տնտեսական քաղաքականությանը։ Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թվականի վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 500 падգամավոր դեմ 120-ը, 32 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Եվրամիության դեսպանները ծրագիրը հաստատել էին դեռ դեկտեմբերի 10-ին։ Եվրախորհրդարանի որոշումից հետո օրենքը կուղարկվի Եվրամիության երկրների նախարարների հաստատմանը։ Այն կարող է ընդունվել ձայների մեծամասնությամբ։ Նախատեսվում է, որ Եվրամիությունը կհրաժարվի հեղուկ բնական գազի ներկրումից 2026 թվականի վերջից, խողովակաշարային գազից 2027 թվականի աշնանը։ Վրաստանի խորհրդարանը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն լուծարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Կառույցը ստեղծվել է 2022 թվականի վերջին։ Նման մարմնի ձևավորումը Եվրամիության հանձնարարականներից մեկն էր Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ տրամադրելու համար։ Օրենքի օգտին քվեարկել է խորհրդարանի 77 անդամ։ Նախագահ Միխեիլ Կավելաշվիլու ստորագրումից հետո կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն իր գործունեությունը կդադարեցնի 2026 թվականի մարտի 2-ից։ Դրա գործառույթները կփոխանցվեն պետական աուդիտի ծառայությանը։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ավելի վաղ նշել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի պարտականությունների մեջ են մտնում պաշտոնյաների, կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարագրերի հավաքագրումն ու մոնիթորինգը, սակայն այդ գործառույթներն ավելի շատ համապատասխանում են պետական աուդիտի ծառայությանը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։